Բարև ձեզ, սիրելիներս, մենք տեսეთ շարունակում ենք քննարկել Բhagavatam-ը եւ արդեն գտնվում ենք երկրորդ երկի 9-րդ գլխում։ Այս պահին Շուկադեվը Գոսվամին ինքը սկսեց պատասխանել Պարիկշիտ Մահարաջի հարցերին եւ համապատասխան մենք էլ դիտարկում ենք, թե այդ հարցերը իրենք, ասենք, ինչ բնույթ են կրում։ Իրականում մենք ձեզ հետ պայմանավորվել ենք, որ Բhagavatam-ը քննարկելու ենք սրտի մաքրագործման գործընթացի, ուրեմն տեսանկյունից, ինչու համար, որովհետև եթե դուք լսում եք մեր դասախոսությունները, ապա դա նշանակում է, որ այս կամ այն չափով հետաքրքրվում եք հոգևոր ճանապարհով։ Եվ եթե հետաքրքրվում եք հոգևոր ճանապարհով, դա նշանակում է, որ մենք պետք է Բhagavatam-ը քննարկենք հենց այդ տեսանկյունից, որպեսզի հասկանանք, թե ինչպիսի փուլեր պիտի անցնենք ընդհանրապես հոգևոր զարգացման ընթացքում։ Եվ այսպես Շուկադեվը Գոսվամին ինքը առաջի գլուխներում խոսեց նրա մասին, որ առաջի հերթին ազնվորությունը ինքը պետք է սովորի տեսնել Գերագույն Աստծո ազնվորության արտահայտությունները նյութական աշխարհում։ Ընդ որում, արիացիները մենք տեսանք, որ իրանք շեշտեցին, որ իրականում Գերագույն Աստծո ազնվորությունը նյութական ֆորմա չունի։ Դա ուղղակի հավաքական ինչ-որ կերպար է, որտեղ թվարկված են այն երևույթները, որոնց մեջ կարելի է տեսնել Գերագույն Աստծո ազնվորության ուրեմն ներկայությունը։ Ընդ որում, կարելի է տեսնել նրա ներկայությունը որպես նյութական աշխարհը որպես նրա ճաշակի արտահայտում, կարելի է տեսնել նյութական աշխարհը որպես իր հզոր բանականության արտահայտություն, որովհետև նյութական աշխարհը ինքը շատ մտածված ուրեմն բան է, սիստեմա սիստեմա է, էլի կտերեք, հիմա բառը չեմ հիշում, եւ կարելի է տեսնել այնպիսի կենդանեակների մեջ, այսինքն թե ինչպես եւ ում միջոցով ինքը ինչպես է գործում ընդհանրապես։ Եվ այսպես, սիրելիներս, ուրեմն սա առաջի քայլն էր, հիմա երբ որ Շուկադեվը Գոսվամին շարունակում է պատասխանել Պարիկշիտի հարցերին, առաջին հերթին ինքը խոսեց նրա մասին, որ հոգևոր առաջընթաց ունենալու համար առաջին հերթին կենդանեակը պիտի հասկանա, որ ինքը ունի հոգևոր բնություն, երկրորդ հերթին ինքը պետք է հասկանա, որ ինքը մաքուր հոգի է եւ սկզբնականորեն ունի մաքուր գիտակցություն, բայց կապ է հաստատել նյութական մարմնի հետ եւ նույնացնելով իրան նյութական մարմնի հետ, ազդվելով այդ նյութական մարմնի թերություններից, որոշակի հոգեբանություն է ձևավորում եւ դրսեւորում, հա։ Եվ խոսվեց նրա մասին, որ կենդանեակը ինքը գտնվում է 3 գոյավիճակների ազդեցության տակ, հա, եւ մտածում է նյութական աշխարհում, մտածում է ես եւ իմը կատեգորիաներով, այսինքն էգոիզմի պլատֆորմայից։ Սա նշանակում է, որ հոգևոր կյանքը, որպեսզի կենդանեակը ինքը վերականգնի իր գիտակցության մաքրությունը, աշխատանքը գնալու է էգոիզմի տարբեր դրսևորումների հետ։ Իսկ այդ դրսևորումները իրենք բավականին շատ են։ Եվ ես շարունակում եմ կարդալ տեքստերը եւ մենք կփորձենք քննարկել դրանք։ Բhagavatam երկրորդ երկ 9-րդ գլուխ տեքստ 3-ից։ Հենց որ կենդանեակը վերադառնում է սկզբնական վեհությամբ լի դիրքին եւ սկսում վայելել տրանսցենդենտալ իրականությունը, որը դուրս է ժամանակի եւ նյութական էներգիայի ազդեցությունից, նա հրաժարվում է կյանքի երկու տեսակի կեղծ պատկերացումներից, ես եւ իմը, եւ այդպիսով ամբողջությամբ դրսեւորվում է իր էությունը որպես մաքուր հոգի։ Ով թագավոր, Գերագույն Տերը շատ գոհ լինելով Բhakti յոգայի ճգնություններն իրականացնելիս Բրահմայի դրսևորած անկեղծությունից, ցույց տվեց նրան իր հավերժական տրանսցենդենտալ կերպարանքը։ Սա է պայմանավորված հոգու մաքրման իրական նպատակը։ Հա։
Ուրեմն մենք տեսանք, որ Շուկադևը Գոսվամին ինքը հիմա խոսում է նրա մասին, որ կենթանի էակը ինքը կարող է հենց հիմա, հենց այստեղ, այս կյանքում վերականգնել իր հոգու մաքրությունը, հա? Եվ վերադարձնելով իրեն իր սկզբնական վեհությամբ լի դիրքը, վայելել տրանսցենդենտալ իրականությունը։ Սա իրականում շատ բարդ թեմա է, ինչու համար, որովհետև դու իրականում ես մշտական սա ասելու եմ, որ ստիպված եմ ասել, ուղղակի, որովհետև իրականությունն է այդպիսինը, չէ՞։ Սրանք թեմաներ են, որոնք քննարկում են միայն արիացիները։ Հասկանում եք, մենք նույնիսկ ինչ-որ մի հատ ալտերնատիվ տեսություն չունենք, որի հետ կարող էինք համեմատել, որպեսզի հասկանայինք, թե արիացիները իրանք ճիշտ են, թե սխալ են, որովհետև իրանք միակն են, ովքեր որ քննարկում են այս թեմաները։ Եվ երբ որ մենք, ասենք, մոտենում ենք նրանց բացատրություններին տրամաբանության տեսանկյունից, մենք տեսնում ենք, որ եւ տրամաբանության տեսանկյունից եւ հոգեբանության տեսանկյունից իրենց մտածելակերպը ինքը բավականին բարդ է եւ տրամաբանական է եւ հոգեբանության մեջ շատ խորն է։ Տեսեք ուրեմն առաջի գաղափարը, որը դուրս եկավ, դա ինչպես մենք տեսանք, արիացիները իրենք այդ մահվան սահմանով որոշել հոգևոր կյանքի արդյունքները, այդ ճիրաններից արիացիները իրենք հոգևոր կյանքը հանեցին։ Ես դա արդեն մի քանի անգամ քննարկել եմ, հիմա նորից եմ ստիպված կրկնել։ Այո, իրենք պնդում են, որ ցանկացած պահի, անկախ նրանից, թե կենդանի էակը երիտասարդ է, թե հասուն է, թե ծեր է, թե ինչ տարիքում է, որ պահին, որ ինքը վերականգնի իր գիտակցության մաքրությունը, այդ պահին նյութական էներգիան կդադարի իր վրա ազդել, ինքը կընկալի հոգևոր աշխարհը, կընկալի հոգևոր աշխարհում իր հոգևոր մարմինը, այսինքն գիտակցությունը կվերադառնա դեպի իր նախասկզբնական մարմինը, հա, եւ կենդանիակը կվայելի իր հոգևոր գոյությունը։ Եվ այստեղ մենք իհարկե մի հատ հասկացողություն չպիտի զարգացնենք, այսինքն մենք այսպես նախորոք խոսում ենք թեմաներով, որը իրականում մի քիչ հետո պիտի խոսեինք, էլի, բայց տեքստերը այնպիսին են, որ մենք չենք կարող հասկանալ, թե ինչի մասին է այստեղ խոսքը, եթե չքննարկենք։ Հիմա տեսեք, սիրելիներս, չէ՞։ Ուրեմն մենք պետք է հասկանանք, չէ՞, թե ընդհանրապես սա ինչ խճճված իրավիճակ է։ Որովհետև մի բան է, երբ որ մեզ ասում են, որ հիմա դու ինչ-որ մի հատ հոգևոր կյանքով ապրում ես, այդ հոգևոր կյանքը ապրելու ընթացքում, հա, ճիշտ ես քեզ պահում ես բարոյականության օրենքները, որոնք նախատեսված են իրականում նյութական աշխարհի համար, հա, եւ կարգավորում են կենդանեակի նյութական բանականությունը, բերելով դրան տգիտության եւ կրքերի գոյավիճակից, դուրս բերելով եւ հաստատելով առաքինության գոյավիճակ։ Արիացիները իրանք պնդում են, որ ընդհանրապես լինել ընդհանրապես լինել առաքինության գոյավիճակի մեջ, հատկապես դրա սկզբնական շրջանում, չէ, այդպիսի իրականությունը ինքը կենդանեակին չի կարող վերադարձնել նյութական հոգևոր աշխարհ։ Հասկանում եք։ Արիացիները այսպես են պնդում, բա ինչ է կարող, մենք դա քննարկել ենք արդեն, որ նյութական այդ գրագիտությունը վարվել նյութական աշխարհում կենդանեակների հետ բարիության եւ արդարության տեսանկյունից կենդանեակին կարող է բերել նյութական աշխարհի դրախտային մոլորակներին, ոչ մի գրամ ավել եւ ոչ մի գրամ պակաս, հա, բայց հոգևոր աշխարհ վերադառնալու համար կենդանեակը պետք է լիարժեք վերականգնի իր հոգևոր մարմինը։ Հիմա, այստեղ մենք մի հատ խոսակցության թեմա ենք, չէ՞ ստանում։ Օրինակ, ասենք, հիմա ես նստած եմ կանացի մարմնում, միջին մոլորակի վրա,
աստվածամեժության դարաշրջանում, հա, անցնում է ինչ-որ հոգևոր process, այսպես ասենք հլոր, չէ, եւ տեսեք ասենք, ենթադրենք, որ ինչ-որ մի պահի ես գիտակցեցի, թե ես ով եմ հոգևոր աշխարհում, չէ, որ մենք դի հասկանանք, չէ, որ ըստ արիացիների մեր հոգևոր մարմինը մեր նյութական ոչ մի մարմնի հետ ոչ մի կապ չունի, որովհետև նյութական աշխարհում կախված մեր գործողություններից կամ այն անհրաժեշտ փորձից, որի միջով մենք պետք է անցնենք, հատկապես եթե հոգևոր մարդիկ ենք, չէ՞, ուրեմն այ կախված այդ ֆակտորներից մենք ստանում ենք տարբեր զանազան նյութական մարմիններ։ Հիմա արիացիներն ասում են, որ այդ մարմիններից ոչ մեկը քո հոգևոր մարմնի հետ ոչ մի կապ չունի։ Հա? Եվ հիմա, օրինակ, ենթադրենք, ես հիմա կարողացա իրականացնեմ, թե ես հոգևոր աշխարհում ով եմ։ Եվ ենթադրենք, հա, բացարձակ ենթադրություն եմ հիմա անում, ենթադրենք պարզվեց, որ ես Գերագույն Աստվածաշնչության ընկերն եմ։ Դա ինչ է նշանակում։ Դա նշանակում է, որ հոգևոր աշխարհում ես իրականում ունեմ տղամարդու մարմին, բայց այս պահին կանացի մարմնի մեջ եմ։ Եվ կարող է լինել ուղղակի հակառակը, ազնվորությունը ինքը կարող է լինել տղամարդու մարմնում, եւ եթե ինքը հասնում է իր հոգևոր կյանքում հասնում է կատարելության, չէ, ինքը կարող է գալ այդ իրականության մեջ, որ այդ հոգևոր մարմնի մեջ կներեք, այդ տղամարդու մարմնի մեջ կպարզվի, որ ինքը հոգևոր աշխարհում կին է։ Հիմա տեսեք, ինչքան երկակի վիճակ է, չէ, առաջանում։ Այսինքն մի կողմից ես գտնվում եմ նյութական մարմնի մեջ եւ արիացիները չեն ասում, որ երբ որ կենթանիակը ինքնաիրականացվում է, ինքը անմիջապես մահանում է։ Այսպեսի բան չեն ասում։ Իրենք ասում են, այո, դու այդ մարմնի մեջ շարունակում ես մնալ ուղիղ այնքան ժամանակ, ինչքան ժամանակ, որ պարտավոր էիր մնայիր։ Հա? Եվ անես այն, ինչ որ Գերագույն Աստվածաշնչությունը քեզանից սպասում է։ Եվ երբ որ դու արդեն մաքուր նվիրալ ես, այսինքն ազնվորություն ես, որը գիտակցել է իր հոգևոր մարմինը, հա, ապա քեզանից շատ լուրջ նվիրված ծառայություններ է սպասվում։ Քո վրա շատ լուրջ ֆունկցիաներ են դրվում նյութական աշխարհում, եւ այսինքն դու ստիպված ես լինում մնալ նյութական աշխարհում, թեկուզ մեծ հաճույքով կլքեիր այդ աշխարհը։ Ինչու համար, որտեղ մենք հասկանում ենք, չէ, որ ինքնաիրականացված անձնավորությունը ինքը ընդհանրապես ոչ մի հետաքրքրություն չունի այլևս այս նյութական աշխարհի հանդեպ։ Չկա այստեղ այնպիսի անձնավորություններ, որը իր համար իմինը հարաբերվելու տեսանկյունից հետաքրքիր են։ Ուրիշ տեսանկյուններից կարող են հետաքրքիր լինել։ Համագործակցել մարդկանց հետ, ինչ-որ խնդիրներ լուծելու, ինչ-որ, ասենք, աստվածային գործեր առաջ տանելու կամ, չգիտեմ, եթե ինքը դրա համար է նախատեսված, որ պիտի օգնություն ցուցաբերի հոգևոր մարդկանց, ապա այդ գործը կատարելու համար չէ, բայց հարաբերություններ ստեղծելու համար նրա համար ոչ մեկ հետաքրքիր չի, որովհետև բոլորը ունեն պայմանավորված վիճակ, ինքը շատ լավ գիտակցում է, շատ պարզ տեսնում է, թե եթե մենք ասում ենք նրա մասին, որ կենդանիակները իրանք եսակենտրոն են եւ նախածի հիմքի վրա են եկել նյութական աշխարհ, ապա կներեք, հա, այստեղ պիտի մի քիչ կոպիտ ասեմ, չէ՞ որ դա նշանակում է, որ մեզանից ամեն մեկի մեջ վերջնականում ինչ որ մի հատ կարիճ է, չէ՞ նստած, որը տանել չի կարողանում ուրիշ կենդանիակների առավելությունը։ Իսկ երբ որ ազնվորությունը ինքը ինքնաիրականացվում է, ինքը բոլոր կենդանիակների հանդեպ, որոնք կան նյութական աշխարհում, ունի առավելություն։ Եվ այդ առավելությունը մարդիկ իրենք ինտուիտիվ զգում են։ Եվ որովհետև նախանձնություն ունեն, հատկապես աստվածամեժության դարաշրջանում, չէ, իրանք ոչ թե ուրախանում են, որ մաքուր նվիրալի հետ գործ ունեն, այլ գազազում են դրանից։ Եվ անում են ամեն ինչ,
որպեսզի մաքուր նվիրյալը ինքը նյութական աշխարհում իրան հանկարծ երջանիկ չզգա։ Բայց մենք պիտի հասկանանք, որ մաքուր նվիրյալը ինքը ոչ էլ կարիք ունի նյութական օբյեկտների հետ երջանկություն ձևավորի, որտեղ ինքը քաչ հասկանում է ինքը որտեղ է գտնվում։ Հասկանում եք։ Եվ ուրեմն չէ, այ կենթանիակի այդ դիրքը ինքը բավականին բարդ է, չէ՞ դառնում։ Կարողանում ենք հասկանալ, որ իրականում բավականին բարդ է դառնում այդ դիրքը, երբ որ ազնվորությունը ինքը կա ունի երկակիություն, հա, կամ օրինակ ինքը օրինակ մարդու մարմնի մեջ է, արդեն կապ չունի թե տղամարդու թե կնոջ, մեկ էլ հանկարծ երբ որ ինքը իրան իրականացնում է հոգևոր աշխարհում, օրինակ պարզվում է, որ ինքը այնտեղ օրինակ, չգիտեմ, թռչուն է կամ ծաղիկ է։ Հասկանում եք, եւ մարդու գիտակցությունը թվացական չէ, ինքը ընկնում է երկակիության մեջ։ Եվ այո, իրականում մաքուր նվիրյալները, եթե իրանք ինչ-որ մի հատ խնդիր ունեն այս աշխարհում լուծելու, չէ, իրանք շատ մեծ, այ ոնց որ, ասենք, պայմանավորված հոգիներս մենք ջիքեր են գործադրում, որպեսզի վերադառնանք հոգևոր աշխարհ, չէ, իրանք 10 անգամ ավելի ջիքեր են գործադրում, որպեսզի մնան նյութական աշխարհում եւ անեն այն, ինչ որ Գերագույն Աստծո ազնվորությունը իրանցից սպասում է։ Հասկանում եք, այս պահը, որ կենթանիակը այստեղ եւ հիմա կարող է դառնալ ինքնաիրականացված եւ գիտակցել իր հոգեվոր մարմինը, տեսնել հոգեվոր աշխարհը, չէ՞, հիմա գիտնականները իրանք փորձեր են կատարում արիացիների այդ արդյունքները բացել։ Հա? Բացել, մեկը ասում է, ասենք իրանք ինչ որ նարկոտիկների ազդեցության տակ գալյուցինացիաների մեջ էին ընկնում, հա, մյուսը խոսում է նրա մասին, որ, չգիտեմ, տրանսի մեջ ընկնում էին սարերում, իսկ սարերում ուրեմն օդը ինքը ռազրիաժն է, էլի։ Ну, բան է, ռազրիաժնն է, էլի կներեք, իմ բառ չնայեմ, հա։ Հա, եւ դրա հետևանքով ուղեղը ինքը ինչ որ անցնում է ուրիշ հաճախականությունների եւ մարդը տեսնում է այն ինչ որ չկա, հա։ Եվ ուրեմն այո, հիմա շատ լուրջ հարձակվում են իրականում արիացիների գաղափարախոսության վրա, որպեսզի զրոյացնեն այն, հա, ինչու համար, դե որտեղ այն նպատակները, որոնք հիմա իրականացվում են մեր մոլորակի վրա, այդ նպատակների հետ արիացիների նպատակները ընդհանրապես համահունչ չեն։ Արիացիները իրենք ուրեմն զատոչեն է, էլի, արիացիները իրենք ուղղված են դեպի նրա, որպեսզի ստեղծեն բան առաքինի հասարակություն։ Ինչու, որովհետև միայն առաքինի հասարակությունն է, որ լուծում է երջանկության խնդիրը։ Ես սա չեմ հոգնելու ասելուց, չէ՞։ Եվ հիմա տեսեք, ուրեմն արիացիները իրանք սա ասեցին։ Հիմա մենք մեր հոգևոր ճանապարհի համար այս բաները պիտի հաշվի առնենք, հա, որ ես իրականում մաքուր հոգի եմ։ Եվ հիմա տեսեք, օրինակ, կան տեսություններ, չէ, որտեղ կան կրոնական ուղղություններ կան, որտեղ մարդուն մշտական պահում են այն գաղափարի շուրջ, որ քանի դու դեռ вообще ես նյութական մարմնի մեջ ես, մաքրության մասին չհամարձակվես խոսած ընդհանրապես, դու կեղտի մեջ ծնվել ես, կեղտ կաս ու կեղտ էլ մնալու ես, բայց դրա հետ միասին ամբողջ կյանքում պիտի զղջաս, որ դու այդպիսին ես, որպեսզի քեզ ներվի։ Մենք ձեզ հետ տեսանք արիացիների շարանը, չէ՞, եւ սա յուրահատուկ հոգևոր կյանքում յուրահատուկ մշակույթ է։ Մենք տեսանք, որ առաջի տեքստերում, չէ, կամ ինքը Շուկադևը Գոսվամին նույնպես դրա մասին խոսեց, որ էր գաղափարը, որ իրականում, չէ, երբ որ կենթանի էակը ինքը, ինչպես ասվեց, մի անգամ առանց վիրավորանքների կրկնի Գերագույն Աստծո ազնվորության հզորություն ունեցող անուններից մեկը, որից ամենագլխավորը արիացիները համարում են Տեր Քրիստոսի անունը, հա։ Եթե ինքը կրկնում է առանց վիրավորանքների այդ անունները, չէ, տեսությունը ինքը ինչ է ասում։ Ինքը ասում է, հենց որ դու դա արեցիր, քո բոլոր, ոչ թե միայն այս կյանքում, բոլոր կյանքերում, քո ամբողջ նյութական ընթացքում, ինչքան որ դու մեղքեր ես գործել, դա քեզ անմիջապես ներվում է։
Այսինքն տրամաբանությունը դա է, որ քո հոգևոր ճանապարհը ինքը ոչ թե պետք է կառուցված լինի, ինքդ քեզ մշտական բացասական տրամադրությունների մեջ պահելով, մշտական կենտրոնացած լինելով սեփական արատների վրա, հա, այլ դու պիտի հասկանաս, որ քեզ ամեն ինչը ներվեց։ Всё։ Դու այլևս ոչ մի բանի համար պատասխան չես տալու։ Քո ձեռքում մնում է միայն այն, ինչ որ կոչվում է արտահայտված ճակատագիր։ Չէ՞։ Ну, ինչի մասին է խոսքը։ Տեսեք, այսինքն ամեն կենդանի էակ ինքը միլիոնավոր կյանքեր ունի, որը ինքը նյութական աշխարհում ունեցել է, չէ՞։ Հիմա այդ միլիոնավոր կյանքերի ընթացքում ինչ ասես արել է։ Եվ այդ իր բոլոր գործողությունները, հոբենակ այս մի հատ կյանքում չեն արտահայտվում, չէ՞։ Ասենք ես կարող է այս կյանքում պատասխան տամ, չգիտեմ, 10 կյանք գործած 10 կյանք առաջ գործած սխալ արարքների համար։ Եվ դեռ ունեմ պատասխան տալու մի 30 կյանքի, օրինակ։ Հասկանում եք, չէ՞։ Այ որ անznավորությունը ինքը դա կոչվում է անարտահայտ ճակատագիր, այսինքն այն ինչը դեռ չի արտահայտվել, որը արտահայտվելու է հաջորդ մարմիններում։ Այդ ամեն ինչը ինքը քեզ ներվում է։ Դու այլևս էլ ոչ մի այդպիսի ռեակցիա չունես, որը քեզ հաջորդ մարմին է պարտադրելու։ Բայց դու գոյություն ունի արտահայտված կարմա։ Այդ արտահայտված ճակատագիրը դա նա է, ինչի մեջ որ ես ծնվել եմ այս պահին, չէ՞, օրինակ ասեք։ Ես ծնվել եմ կիսահույն, կիսահայ, ծնվել եմ Հայաստանում, չէ՞, չգիտեմ, կանացի մարմնի մեջ եմ, ունեմ մուկ աչքեր, չէ՞, հասկանում եք, չգիտեմ, բաց գույնի մաշկ եւ այլն եւ այլն։ Հիմա ես ինչպիսին բան մանտրա էլ ուզում եք կրկնեմ, Գերագույն Աստծո ազնվորության որ մի անունն էլ ուզում է տամ, իմ աչքերը կապույտ չեն դառնա, ես դրանից տղամարդ չեմ դառնա, կամ չգիտեմ, նապաստակ չեմ դառնա, հասկանում եք։ Եվ ինչ որ ֆրանսուհի չեմ դառնա։ Այսինքն այն ինչ որ արտահայտված ճակատագիրն է, դա արդեն անփոփոխ է, դա մնում է։ Եվ քո հոգևոր կյանքը ինքը բաղկացած է դրանից, որ դու աշխատես այս քո մարմնի մեջ, սկսես աշխատել նրա վրա, որպեսզի ավելացնես քո մեջ առաքինությունը։ Այսինքն դու ոչ թե կենտրոնանում ես նրա վրա, թե դու ինչքան վատն ես, այլ սկսում ես աշխատել նրա վրա, որպեսզի ձևավորես առաքինի սովորություններ։ Եվ երբ որ դու արտնացնում ես այդպիսի սովորությունների շնորհիվ քո առաքինի բնությունը, այդ առաքինի բնությունը ինքնըստինքյան դուրս է գցում քո բոլոր թերությունները։ Օրինակը, որպեսզի հասկանանք, թե ինչպես է դա տեղի ունենում, հա, օրինակը ինքը այսպեսին է, որ կենդանի էակը, հատկապես աստվածամեժության դարաշրջանում, հա, ինքը կներեք նման է մի դույլի, որի մեջ լիքը կեղտ կա։ Հա, հիմա խնդիր կա այդ կեղտից ազատվել։ Տեսեք, ազնվորությունը ինքը կարող է սկզբից այ բանը լինի, էլի, որ մտածի, որ հիմա ինքը պետք է այս դույլի մեջի կեղտը հանի։ Եվ ինքը ձեռքը հապտի գցի այդ կեղտի մեջ, հանի դուրս, այդ կեղտի մեջ, հանի դուրս, այդ կեղտի մեջ, հանի դուրս։ Եվ մշտական գործ ունենա կեղտի հետ։ Երբ որ մենք խոսում ենք արիացիների մեթոդի մասին, մեթոդի էությունն ենք ուզում հասկանալ, էլի, իրանք ասում են, այդ ամեն ինչը միանգամից թարգում ես, այս դույլը դնում ես այս ջրի տակ։ Այդ ջուրը ինքը Գերագույն Աստծո ազնվորության սուրբ անուններն են։ Դնում ես այս ջրի տակ, հենց որ դու սկսեցիր անունները կրկնել, համարի դու կրանտը բացեցիր։ Այդ ջուրը ինքը լցվում է այդ դույլի մեջ եւ պամերի տավո ինչքան որ այդ ջուրը լցվում է, ինքը կեղտը դուրս է շպրտում։ Դուք երևի թե տեսել եք այդպիսի տեսարաններ, էլի որ ջուրը երբ որ դնում է, ինքը սկսում է վեդրոյի մեջի կեղտը դուրս գցել։ Հա, եւ ուրեմն այդ դույլը ինքը մնում է ջրի տակ այնքան ժամանակ, որ այդ բոլոր կեղտերը դուրս են գալիս եւ իր մեջ մնում է միայն մաքուր ջուրը։ Սա արիացիների մեթոդն է։ Այսինքն
ճիթեր գործադրել, որպեսզի ջուրը թափվի այդ դույլի մեջ։ Եվ դրա համար է, որ ասենք բացի յոգայի մեջ, չէ, հիմնական, ամենահիմնական պրակտիկան, որը ինքը ապահովում է հոգևոր զարգացումը, դա այդ պրակտիկան է, որ անձնավորությունները իրանք մանտրա են կրկնում։ Մանտրա, որը ինքը բաղկացած է Գերագույն Աստծո անձնավորության, ուրեմն բացարձակ հմայքի ասպեկտին է ուղղված, դա Կրիշնայի անունն է, հա, այսինքն համընդհանուր վայելքի սկզբունքը, ուրեմն հաջորդ անունը դա հոգևոր ուժ տվող անունն է, դա Ռամայի անունն է, եւ բան հոգևոր էմոցիաների մաքրագործումը, դա Հարի անունն է, չէ՞, եւ այդպես ձևավորվում է Հարե Կրիշնա Մահամանտրան։ Նրանք ովքեր ծանոթ են, նրանք դրա հետ գիտեն, եւ ովքեր որ այդ մանտրան կրկնում են, իրենք շատ լավ գիտեն, թե ինչպիսի ազդեցություն են զգում իրենց վրա։ Չէ՞, Պրաբհուպադը ինքը շատ վստահ մի բան էր ասում։ Ինքը ասում էր, այ դուք կարող եք նստել, ասենք, չգիտեմ, վերցնել ինչ-որ մեկի անունը, հա, եւ շրջաններով այդ անունը կրկնել։ Եվ տեսնել, թե ասենք դուք ձեր մեջ ինչ եք զգում։ Եվ վերցնել այդ Աստծո այդ 3 անուններից բաղկացած մանտրան եւ կրկնել։ Եվ հետո տեսնել, թե դուք ինչպես եք ձեզ զգում։ Սա բան չի էլի, խոսալով չի։ Սա փորձով է։ Դնում ես, անում ես, ոչ մի ինչ-որ եսի միշտ չկա այդտեղ, չէ՞։ Անում ես, տեսնում ես, գործում է, չի գործում։ Վերջացավ, եթե չի գործում, չես անում։ Բրծավ։ Հասկանում եք։ Շատ պրագմատիկ բան մոտեցում է։ Ոչ մի լոլոներ այդտեղ չկան։ Վերջնում ես, փորձում ես։ Համեմատում ես, ոնց ես զգում, երբ որ կրկնում ես, ու ոնց ես զգում, երբ որ չես կրկնում։ Ինչ է կատարվում քո կյանքում, երբ որ կրկնում ես, եւ ինչ է կատարվում, երբ որ չես կրկնում։ Հասկանում եք, եւ դա այդ ջուրն է, որը ինքը ասում դու կեղտի վրա չես կենտրոնանում։ Սա արիացիների ամենագլխավոր մեթոդն է հոգևոր զարգացման։ Տեսեք, եւ իրանք չեն ասում, որ դու մշտական պիտի լսես, չգիտեմ, մի պատմություն, որտեղ դու մեղք ես գործել, որտեղ քեզ անիծել են, դու ուղարկել են նյութական աշխարհ, մեղքի մեջ ծնված ես, թաղված ես, մի մեղք, որը դու չես գործել, ամենակարևորը, հա, եւ այլն, եւ այլն, եւ այլն։ Արիացիները ասում են ոչ, դրա մեջ չի հոգևոր զարգացումը։ Լսի Աստծո մասին։ Լսի Աստծո մասին, լսի նրա նվիրալների մասին, հա, եւ այդ տրանսցենդենտալ, Աստծո տրանսցենդենտալ բնության մասին լսողության process-ը ինքը քեզ կամաց դուրս կբերի յութական աշխարհից։ Քեզանից հասնում է միայն լսել անընդմեջ եւ ամենակարևորը լսել ուշադիր, այսինքն հասկանալով։ Այ ինչ որ լսեցիր, փորձել հասկանալ, ինչ որ լսեցիր, փորձել հասկանալ, չէ՞։ Եվ այդ process-ը ինքը քեզ ինքնըստինքյան կմաքրագործի։ Պետք չի ոչ մի թերությունների վրա կենտրոնանալը։ Թերությունների հետ պայքարը ինքը, գիտեք, Վիշվանաթ Չակրավարտի Թակուրը ինքը մի շատ իմաստուն բան է ասում։ Ինքը ասում է թերությունների հետ պայքարը միայն ուժեղացնում է թերությունները։ Եթե մեզ դուր է գալիս այդպիսի գործընթաց, ապա ոչ մեկ չի կարող մեզ կանխալ, խնդրեմ, կարող ենք զբաղվել այդ գործընթացով։ Հասկանում եք, սիրելիներս, չէ՞։ Ուրեմն այսա շատ կարևոր դրույթներ են, որոնք իրանք ուրեմն պետք է ուշադիր լինել, թե մեթոդը ինքը ինչու՞մ է։ Եվ հիմա, չէ, այդ Շուկադևը Գոսվամին ինքը խոսում է նրա մասին, որ այդ հոգևոր զարգացման մեջ կենդանիակը ամեն պահի կարող է վերադարձնել իրեն իր մաքրությունը։ Տեսեք, իրանք շատ հանգիստ են խոսում դրա մասին։ Երբեք չկա այդպիսի գաղափարներ, որ քանի դու նյութական աշխարհում ես, դու ընկած շուն ես, չգիտեմ, ես այն ես, ոչ մի տրանսցենդենտալ վիճակ, ոչ մի եսի միշտ լինել չի կարող, չես իմանում ես այն։ Ոչ, իրանք այդ իրականացումները ունենում էին։ Եվ իրանց հասարակության մեջ լիքն էին այն մարդիկ, ովքեր որ ինքնաիրականացվել էին եւ գիտակցում էին, թե ասենք հոգեվոր աշխարհում իրանք ով են, ինչ հոգեվոր մարմին ունեն եւ այլն եւ այլն։ Եվ բացարձակ այս աշխարհից բացարձակ անջատված վիճակում
նստած ծառերի տակ ուղակի մանտրա էին կրկնում կամ մեդիտացիաներ էին անում եւ վերջ սամադհի մեջ։ Հասկանում եք, չէ՞։ Եվ ուրեմն սա ինքը շատ կարևոր գաղափար է, որ այստեղ եւ հիմա կենթանեակը ինքը ամեն վարքյան կարող է վերականգնել իր մաքրությունը։ Եվ այդ մաքրությունը վերականգնելու ճանապարհը, չէ, դա թշնամանքից, մրցակցությունից դուրս գալն է առաջի քայլով դեպի համագործակցություն։ Բայց նյութական համագործակցությունից էլ կենթանեակը պիտի դուրս գա եւ պատրաստ լինի հոգեվոր համագործակցությունից, հոգեվոր համագործակցության։ Ինչի՞, որովհետեւ երբ որ մենք խոսում ենք առաքինության գոյավիճակի մասին, հասկանում եք, այդ որ ինքը կոչվում է առաքինության բայց գոյավիճակ, հա, դա արդեն նշանակում է, որ մենք դատապարտված ենք։ Մենք դատապարտված ենք նյութական աշխարհի գոյությանը, որովհետև առաքինությունը ինքը ուղղված է նյութական մարմիններին։ Բարիությունն էլ է ուղղված դեպի նյութական աշխարհ, արդարությունն էլ է ուղղված դեպի նյութական աշխարհ։ Այդպիսի կենտրոնացումը մեզ պահում է նյութական աշխարհում, ուղղակի ապահովում է նյութական աշխարհի հնարավորությունների սահմաններում երջանկություն։ Սա լրիվ ուրիշ բանի մասին է խոսքը։ Հա, բայց դա նյութական արդյունք է։ Եվ արիացիները իրանք գնում են ավելի հեռու։ Իրանք ասում են, որ հոգևոր աշխարհ վերադառնալու համար դու առաջին հերթին պիտի վերականգնես քո գիտակցության մաքրությունը, եւ այդ մաքրությունը վերականգնելը ինքը կոպիտ ասած խնդիր չի։ Միայն ուզի եւ նորմալ զբաղվի քո հոգևոր կյանքով։ Եվ դու շատ արագ կվերականգնես քո հոգու մաքրությունը։ Սա, ինչքան հասկանում ենք, բավականին հուսադրող ուրեմն հաստատում է, չէ՞։ Եվ հաջորդ գաղափարը, որը ինքը ուրեմն առաջ քաշեց, չէ՞, դա նա է, որ երբ որ ինքը վերադարձնում է իրան վեհությամբ լի իր դիրքը, հա, այստեղ շատ կարևոր է, չէ՞։ Այսինքն մաքուր հոգին ինքը վեհ է։ Величие своей души, չէ՞։ Ուրեմն տեսեք, ընդհանրապես էգոիզմը, կներեք, էգոիզմը ինքը կենթանեակին դարձնում է մանրահոգի։ Հասկանում եք։ Երբ որ կենթանեակը ինքը ինչ-որ մի հատ այսքան չնչին, չգիտեմ, էլիս էս տաղտկալի վայելքի համար, չէ, կարող է դիմել բռնության, կարող է դիմել նսեմացած վիճակի, եւ որ ինքը կարող է հանդուրժել ցանկացած բան, ունիժենիա, նսեմացում, հա, կարող է հանդուրժել, միայն թե ստանա այդ մի կտոր վայելքը, հասկանում եք։ Հիշում եք Վիդուրան ինչ ամոթանք տվեց Դրիտարաշտրային, չէ՞։ Ինքը ասեց, դու արդեն ծերացել ես, այսպես ես եղել, այն ես եղել, այն ես եղել, եւ հիմա այդ պրոստը քո այս ճղճիմ գոյությունը շարունակելու համար, չէ՞, դու պատրաստ ես այն նսեմությանը, որ հաց ընդունես այն մարդու ձեռքից, ում ամբողջ կյանքումդ փորձել ես սպանես։ Այդ ասեց, չէ՞ Վիդուրան Դրիտարաշտրային։ Այդ ինչ էր, այդ նսեմացած վիճակը։ Հասկանում եք, որտեղ ազնվորությունը ինքը ցանկացած նսեմության կարող է գնա, միայն թե այդ իր մի փոքր զգայական վայելքը ստանալու համար։ Չէ, իսկ հոգին ինքը արժանապատվություն ունի, հոգին ինքը շատ վեհ է։ Հասկանում եք, եւ երբ որ կենթանեակը ինքը հաստատվում է իր հոգու վեհության մեջ, ինքը վայելում է տրասցենդենտալ իրականությունը։ Եվ այդ իրականությունը ինքը դուրս է ժամանակի եւ նյութական էներգիայի ազդեցությունից։ Տեսեք, ասենք, այս հիմա պրոստը խոսում եմ տեքստի կառուցվածքը։
Մենք հասկանում ենք, չէ՞, որ ասենք, հազարավոր տարիներ առաջ գոյություն ունեցող քաղաքակրթությունը, որտեղ պարոն Դարվինը մեզ ուզում էր համոզել, որ մենք այդտեղ մերկ էինք բան գալիս պրակտիկորեն մի հատ քար ձեռքներս, չէ՞։ Եղել են եւ այդպիսի բաներ դա այդպես։ Հիմա էլ կա Եվրոպան եւ կան Ավստրալիայի եւ Աֆրիկայի բաները, էլի այդ վայրի ցեղերը։ Այդպես չէ՞ էլի որ չկա, բայց դա չի նշանակում, չէ՞ որ եթե հազարավոր տարիներ հետո ինչ որ մեկը պեղումներ անի եւ գտնի Աֆրիկայի ցեղերի, ասենք, բանը, կենցաղը, դա չի նշանակում, չէ՞ որ չի եղել Եվրոպա։ Հասկանում եք, այս դրա մասին է խոսքը։ Հիմա սիրելիներս, չէ՞, եւ տեսեք ասենք, խոսքը գնում է, տեսեք իրանք ինչ բառեր, բա շուկադեվը գոսվամին ինքը ինչ բառեր է ասում, հազարավոր տարիներ առաջ նստած։ Հոգին ձեռք բերելով իր վեհմակրությունը ազատվում է ժամանակի եւ նյութական էներգիայի ազդեցությունից։ Դուք պատկերացնում եք, ասենք, ինչ կարգի փիլիսոփայություն են ունեցել այդ ազնվորությունները։ Եվ որ գիտակցել են ինչ է նշանակում ժամանակ, հա? Դրա շուրջ են մտածել, եւ որ հասկացել են, թե ժամանակի ազդեցությունը ինչպես կարելի է վերանցել, մենք արդեն քննարկել ենք դա, չէ՞։ Դա ամենամեծ գաղտնիքներից մեկն է արիացիների գիտելիքի, որ միտքը պետք է գա զրոյական վիճակի, եւ որ միտքը չի ողբում անցյալի մասին, ցանկություններ չի ձևավորում ներկայում, կախված նյութական օբյեկտների հետ, եւ չի պլանավորում ապակա գործողություններ նյութական երջանկության համար, նյութական էներգիան դադարում է այդպիսի կենթանիակի վրա ազդել, այսինքն նրա վրա այլևս չի ազդում ժամանակը։ Տեսեք իրանք, այս մի հատ մտքով, էլ որ սենց ուրիշ ոչ մի բան չքննարկեինք, չէ, այս մի հատ հուշումը, որ իրանք մեզ տալիս են, իրանք ինչ են ցույց տալի, իրանք ցույց են տալի այն պարտալը, որի միջոցով կարելի է ռեալ նյութական աշխարհից դուրս գալ։ Հասկանում եք, սա ինչ է вообще, ինչ արժեք ունի այս միտքը։ Իսկ մենք այսպես ասում ենք, լսում ենք, այս մի ականջից մտավ, մյուս ականջով դուրս եկավ, գնացինք տոլմա էփելու։ Всё։ Հասկանում եք։ Եվ այո, մշտական այդ իրականության մեջ ենք կանգնում Աստվածամերժության դարաշրջանում, որ Աստված հիմա այդ ողորմածության դարաշրջանը իրականացնելիս մշտական, այո, մարգարիտներ է շարում մեր նման խոզերի առաջ, որտեղ կարող ենք ընդհանրապես չգնահատել, թե ինչ է տրվում, ինչի մասին է խոսքը, ինչ հնարավորություններ է բացում այս ամեն ինչը մարդու առաջ։ Հասկանում եք, չէ՞։ Եվ, դա обидно, конечно։ Եվ մենք այստեղ տեսնում ենք, որ ինչպիսի գրագիտության մակարդակ կար։ Գաղափարախոսության տեսանկյունից, փիլիսոփայության տեսանկյունից, հոգեբանությունից արդեն էլ չեմ քննարկումից դուրս է։ Հասկանում եք, չէ՞։ Եվ ուրեմն սա շատ լուրջ գիտելիք էր, որը մեզ տվեց հիմա Շուկադեվը Գոսվամին եւ որը պետք է դառնա մեր հոգեվոր ճանապարհի այդ որ սկսենք հոգևոր ճանապարհը, չէ՞, այդ սկսելու հիմքերից մեկը, որ մենք պետք է հասկանանք, որ կենթանիակը ինքը շատ ոչ թե գիտեք ոնց, այո, շատ հեշտ, այն մեթոդը, որ առաջարկվում է Աստվածամերժության դարաշրջանում, ինքը համեմատած այն մեթոդների, որտեղ կենթանիակը պիտի անձնական ճիգեր գործադրի, չէ՞, այո, ինքը շատ հեշտ մեթոդ է։ Մենք դեռ կտեսնենք էլի, թե դժվար մեթոդը որն է։ Չէ, ինքը կարող է շատ հեշտ հաստատվել իր մաքրության մեջ եւ այդ մաքրության հաշվին վերանցել եւ ժամանակի ազդեցությունը եւ նյութական էներգիայի ազդեցությունը։ Չէ՞։ Եվ այդ ժամանակ ինքը ինչ է լինում, այ որ կենթանիակը ինքը իրականացրեց իր մաքուր եսը, չէ, այդ իր մաքուր եսը, դա այն եսն է, որը ներդաշնակ է Գերագույն Աստծո ազնվորության նպատակների հետ, չէ, իսկ Գերագույն Աստծո ազնվորության նպատակը դա նա էր, որ բոլոր կենթանիակները պիտի լինեն երջանիկ։
Եվ դրա համար ոչ մեկ առաջ չի քաշում միայն իր եսի բավարարվածության թեման։ Հա? Եվ հաջորդը իմը։ Այսինքն, երբ որ կենդանիակը ինքը վերականգնում է իր մաքրությունը, չէ, իր մաքուր գիտակցությունը, ինքը հասկանում է, ինքը պարզ տեսնում է, որ ոչ մի բան իրեն չի պատկանում, որ ամեն ինչ, ինչ որ իրեն է պատկանում, դա իրեն տրամադրել է Գերագույն Աստծո ազնվորությունը։ Եվ այն, որ ինքը ինչ որ մի բան ունի, դա ոչ թե իր արժանիքն է, այլ Գերագույն Աստծո ազնվորության վերաբերմունքը։ Եվ դրա համար իր մոտ վերանում է եւ իմը գաղափարը։ Հիմա սիրելիներս, չէ՞։ Եվ ուրեմն իսկ հաջորդ տեքստով Շուկադեվը Գոսվամին ինքը ասեց, որ Տեր Բրահման, նորից վերադարձանք երկրորդական արարչին, որտեղ Տեր Բրահմանի մա շատ կարևոր դեր է կատարելու։ Ուրեմն Տեր Բրահման, որը ինքը այստեղ ասվեց բակտի յոգայի ճգնությունները իրականացնելիս։ Հա, ինչ է նշանակում բակտի յոգա։ Այսինքն Տեր Բրահման ինքը սեր էր զգում Գերագույն Աստծո ազնվորության հանդեպ եւ ուզում էր այդ երկրորդական արարչագործությունը իրականացնի Գերագույն Աստծո հանդեպ եղած սիրուն համապատասխան։ Հասկանում եք, հա? Եվ ուրեմն երբ որ Տեր Բրահման ինքը այդ սիրելով Գերագույն Աստծո ազնվորությանը ճգնություններ էր կատարում, որպեսզի ճիշտ արարի, այսինքն ճիշտ նյութական աշխարհում ճիշտ լցնի կենդանեակներին, չէ, որովհետև Տեր Բրահման ինքը այն ազնվորությունն է, որի միջոցով նյութական մանականությունը, հա, որի միջոցով կենդանեակները ձեռք էին բերում նյութական մարմիններ։ Ինքը չէր արարում տիեզերքը։ Տիեզերքը արարում է Գերագույն Աստծո ազնվորությունը, բայց կենդանի էակներով նյութական աշխարհը լցվում է նյութական բանականության հաշվին։ Եվ դրա մարմնավորումն է Տեր Բրահման, որը ինքը լցված Աստծո հանդեպ սիրո տրամադրություններով ուզում էր անել դա ճիշտ։ Եվ այստեղ ինչ ասեց Շուկադեվը Գոսվամին։ Բավարարված լինելով այդպիսի բանականությունից, Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը ցույց տվեց այդ բանականությանը իր հավերժ տրանսցենդենտալ կերպարանքը։ Հա, եւ սա պետք է լինի պայմանավորված հոգու մաքրման իրական նպատակը։ Այսինքն կենդանի էակը ինքը պետք է ձգտի մաքրության, ոչ թե հանուն նրա, որ այդ մաքրության դիմաց Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը իրան նյութական վայելքներ տա։ Որովհետև երբ որ կենդանեակը ինքը զբաղվում է իր մաքրագործությամբ, չէ՞, կա մի պարզ բանաձև։ Արիացիների սուր գրվածքներում Գերագույն Աստծո ազնվորությունը ասում է. երբ որ ես ինչ-որ մեկով գոհ եմ մնում, ես պահպանում եմ այն ամենը, ինչ որ ինքը ունի, եւ ավելացնում եմ այն ամենը, ինչ իրեն չի հերիքում։ Հասկանում եք։ Երկրորդ գաղափարը կա։ Ինքը ասում է, որ ես ինչ-որ մեկին շատ եմ սիրում, ես նրանից խլում եմ ամեն ինչ, որպեսզի ինքը կարողանա հոգևոր զարգացում ունենա։ Այս երկու գաղափարները իրանք թվում են ահավոր իրար հակասող, չէ՞։ Եվ ուրեմն անհասկանալի։ Բայց իրականում, երբ որ մենք հասկանանք, թե որ դեպքում է ինքը առաջինը ասում, իսկ որ դեպքում է երկրորդը ասում, չէ՞, ամեն ինչը կընկնի իր տեղը։ Այստեղ ես չեմ կարող չասել, որ օրինակ այ անձամբ իմ կյանքը, ես նույնիսկ չեմ ասի իմ ամուսնու, ես կասեմ անձամբ իմ կյանքը, ինքը այդ երկու սկզբունքների օրինակն է։ Երբ որ ես անցել եմ եւ նրա միջով, երբ որ Գերագույն Աստծո ազնվորությունը ինձ թողել է բացարձակ տկլոր, բացարձակ, այսինքն պրոստը չեք պատկերացնում ինչ մակարդակի տկլոր, եւ այո,
բոլոր նրանք, ովքեր ընկերներ էին, բարեկամներ էին, մտերիմներ էին, չգիտեմ ով էին, բացարձակապես կորցրել են իմ հանդեպ իրանց հետաքրքրությունը։ Եվ ես աշխարհում տարիներ շարունակ եղել եմ մենակ։ Եվ դա օգտագործել եմ հոգևոր առաջընթացի համար։ Եվ հետո երբ որ եկել է ժամանակը, Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը պահպանել է այն հոգևոր ձեռքբերումները, որը ես ունեցել եմ այդ ընթացքում, եւ ավելացրել է ինձ իմ համար ինչ որ նյութական խնդիրներ է լուծել իմ կյանքում։ Ես եւ այն տեսակետի փորձն եմ անցել եւ մյուսի դրա համար հանգիստ կարող եմ երկուսի մասին էլ թույլ տամ ինձ խոսել։ Ուրեմն ինչի մասին է խոսքը, սիրելիներս։ Տեսեք, երբ որ ազնվորությունը ինքը կապված է նյութական երջանկությանը, չէ՞, ու եւ ինքը լսում է, որ Գերագույն Աստծո ազնվորությունը ասել է, որ եթե ինքը լավ է վերաբերվում ինչ-որ մեկին, ինքը իրանից ամեն ինչ խլում է։ Հա, միանգամից կենդանիակի սրտի մեջ վախ է մտնում, ինքը ուզում է անմիջապես փախնել հոգևոր կյանքից, որ հանկարծ կորուստներ չունենա։ Ինչու, որտեղ ինքը նյութապես շահագրգռված է։ Ուրեմն շտապում եմ ձեզ բոլորիդ հանգստացնել։ Ինչի մասին է գնում խոսքը։ Երբ որ Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը ասում է, երբ որ ես ինչ-որ մեկի հանդեպ լավ եմ վերաբերվում, ես պահպանում եմ այն, ինչ ինքը ունի եւ տալիս եմ այն, ինչ իրան չի հերիքում, այդ խոսակցության մեջ ինքը նկատի ունի երկու տեսակի անձնավորությունների։ Մեկը դա հոգևոր սկսնակներն են։ Միշտ հիշեք, որ իրականում, եթե դուք գործ ունեք իրական կրոնական դաշտի հետ, նախասկզբնական քայլերում Գերագույն Աստծո անձնավորությունը երբեք, հասկանում եք, այդ գաղափարը, որ Գերագույն Աստծո անձնավորությունը կարող է այն անձնավորությանը, որը նոր քայլեր է անում, տոտիկ, ինչ որ որոշել է հոգևոր կյանքով գնա, անմիջապես իր վրա դնում է փորձությունների ծանրությունը, այդ ժամանակ ես ասում եմ, այո, վստահ ասում եմ, այդ ժամանակ Գերագույն Աստծո անձնավորությունը դուրս է գալիս, կներեք թող ների ինձ Աստված ուղակի սրիկա։ Որտեվ ինչպիսի դաժանություն դու պիտի ունենաս, եթե մենք օրինակը բերենք, չէ, դա էս օրինակն է, չէ, որ ասենք, ում է նման այն ազնվորությունը, որը նոր եկավ հոգևոր կյանք։ Ինքը նման է փոքրիկ երեխայի։ Փոքրիկ երեխայի, որը նոր փորձում է սովորել քայլել հոգևոր դաշտում։ Հա? Եվ իրան ասել, որ հենց այդ ժամանակ, երբ որ դու նոր փորձում ես քայլեր անել, ես քեզ մշտական փորձություններ եմ տալի, որ քեզի ստուգեմ։ Դա նույն բանն է, ոնց որ ես փոքրիկ երեխայից պահանջեմ, որ ինքը հենց որ կանգնեց եւ առաջի քայլն արեց, միանգամից վազի։ Ես ով պիտի լինեմ, որ այդպիսի պահանջ տնեմ փոքր երեխայի առաջ։ Հա? Հասկանում եք, դա շատ սխալ գաղափար է, որը վիրավորանք է հասցված Աստծուն։ Իրան վերագրելով այդպիսի դաժանություն։ Իրականում Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը ասում է այսպես։ Ինքը ասում է, երբ որ դու նոր գալիս ես իմ մոտ, ես պահպանում եմ, ես սկսում եմ պահպանել այն ամեն ինչը, ինչ որ դու ունես, եւ սկսում եմ ավելացնել այն, ինչը քեզ չի երիքում։ Եթե դա նյութականն է, ես ավելացնում եմ քո նյութականը։ Եթե դա հոգևորն է, ես ավելացնում եմ քո հոգևորը։ Կախված նրանից, թե քեզ ինչը չի հերիքում, ես ես դա էլ տալիս եմ քեզ։ Եթե դու քեզ չի հերիքում, այսինքն օրինակ համար, չէ, կամ մի բանաձև, այդտեղից սկսենք, չէ, կամ մի պարզ բանաձև, այն իրականությունը, որի մեջ մենք հիմա նստած ենք, չէ, այսպես, այնպիսին է, ինչպիսինը մենք կանք, մենք արժանի ենք այն իրականությանը, որի մեջ նստած ենք։ Հասկանում եք, սիրելիներս, չէ՞։ Եվ հիմա տեսեք, եթե դու ուզում ես ուրիշ իրականություն, փոխիր ինքդ քեզ։
չէ՞։ Եվ տեսեք, սա ինչ է նշանակում, որ երբ որ ասենք ես նոր գալիս եմ հոգևոր կյանք, եւ օրինակ հոգևոր կյանքից նյութական ակնկալիքներ ունեմ։ Գերագույն Աստծո ազնվորությունը ասում է, եթե դու նյութապես ուրիշ իրականություն ես ուզում, փոխիր առաջի հերթին քեզ։ Ինչպես փոխիր։ Խնդրեմ, ասեմ, այ վերցրու քեզ սուրբ գրվածք, այ վերցրու քեզ հոգևոր ուսուցիչ, հա, գնա, նստի, սովորի, հասկացի ինչը պիտի քո մեջ փոխես, փոխի եւ ես քեզ տամեն ամենը ինչի կարիքը դու ունես։ Նյութական իմաստով։ Հա? Հիմա, ուրեմն ինքը նկատի ունի առաջի հերթին սկսնակներին, երկրորդ հերթին տրանսցենդենտալիստներին։ Որովհետև երբ որ կենդանիակը ինքը հասնում է իր հոգևոր կյանքի մեջ հասունության վիճակին, եւ գերագույն Աստծո ազնվորությունը ինքը արդեն կարող է այդպիսի ազնվորությունից ինչ-որ շատ ստույգ կոնկրետ բան պահանջի, ակնկալի այդ ազնվորությունից, չէ՞։ Ուրեմն տեսեք, այդտեղ շատ կարևոր է դառնում այդ թեման։ Հասկանում եք, սիրելիներս, չէ՞, որ այ կան նվիրված ծառայություններ, որոնց կատարելու ընթացքում մաքուր նվիրյալը ինքը նյութի կարիք ունի, նյութականի կարիք ունի, հասկանում եք, եւ այդ ժամանակ Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը այդ անպայման նվիրալին տալիս է այն ամենը, ինչ որ այդ նվիրալին պետք է, որպեսզի ինքը կատարի կոնկրետ այն նվիրված ծառայությունը, որն Աստված հենց իրենից է պահանջում։ Հասկանում եք, չէ՞։ Հիմա երկրորդը, այդ երկրորդը կասեմ, նոր առաջին այս երկրորդը կլրացնեմ, էլի տրանսցենդենտալիստերին։ Հիմա տեսեք, երկրորդ արտահայտությունը։ Ինքը ասում է, եթե ես ողորմած եմ, ես նվիրալից խլում եմ ընդհանրապես ամեն ինչը, հա, եւ ինքը ավելացնում է, թե ինչու է ինքը այդպես անում։ Ինքը ասում է, ես այդպես եմ անում, որպեսզի իր բոլոր մտերիմները կորցնեն իր հանդեպ հետաքրքրությունը։ Ում հետ է այդպես վարվում Գերագույն Աստծո ազնվորությունը։ Իհարկե ոչ նորեկների։ Ամեն ազնվորություն այս աշխարհում ունի ինչ-որ շրջապատ։ Եթե ինքը ունի նյութական ռեսուրս, ապա ինքը անպայման շրջապատված է մարդկանցով, որոնք օգտվում են իր ռեսուրսից։ Եթե դա իր երեխաներն են, կինը, մեծահասակ ծնողները, իրանք օգտվում են, որովհետև իրավունք ունեն։ Եթե դա ընկերներն են, բարեկամները, իրանք օգտվում են, եթե կենդանիակը դա թույլ է տվել։ Երբ որ ազնվորությունը ինքը գալիս է հոգևոր կյանք, սկզբում իր նյութական հարաբերությունները իրան չեն խանգարում։ Ավելին, ինքը հոգևոր կյանքը փորձում է օգտագործել հենց այդ նույն իր նյութական շրջապատը, իր գոյությունը այդ շրջապատի մեջ բարելավելու համար։ Եվ տեսեք, սիրելիներս, չէ, ուրեմն այստեղ ի հայտ է գալիս մի շատ կարևոր թեմա։ Գալիս է մի պահ, երբ որ ազնվորությունը ինքը հասունանում է հոգևոր կյանքում։ Եվ ինքը դառնում է պատրաստ լուրջ զբաղվել հոգևոր կյանքով։ Հետապնդելով միայն հոգևոր նպատակներ։ Այն երբ որ ազնվորությունը ինքը իր առաջ դնում է այդ նպատակը, որպեսի աջակցի այդպիսի նվիրյալին, Գերագույն Աստծո ազնվորությունը նրանից ամեն ինչ խլում է։ Եվ ինքը այդ նվիրյալը, սա շատ կարևոր է, որ մենք հասկանանք, որ Գերագույն Աստծո ազնվորությունը հոգևոր կյանքում երբեք, այսա միշտ հիշեք, երբեք ոչ մի պարագայում ինքը, եթե դա մենք ինքներս չենք անում, էլի, ինքը երբեք ոչ մի խոչընդոտ չի ստեղծում, ոչ մի բանով
չի ծանրացնում մեր հոգևոր կյանքը։ Ինքը կարող է այդպիսի իրավիճակների մեջ դնել միայն եւ միայն մաքուր նվիրալներին, որոնք իրենք հոգեպես պատրաստ են ցանկացած ուրեմն իրադարձությունների, տհաճ թե հաճելի, հասկանում եք, որպեսզի իրականացնեն իրենց ծառայությունը Աստծուն։ Եվ տեսեք, այդ միջին հոգևոր մարդիկ, որոնք իրենք պատրաստ են, սա շատ կարևոր է, հասկանում եք, որոնք իրենք պատրաստ են արդեն գնալ հոգևոր պտուղների հետևից, Գերագույն Աստծո ազնվորությունը այդպես է պաշտպանում։ Ինքը իրանց ամեն ինչից զրկում է, օրինակ, այդպիսի ազնվորությունները նրա կորցնում են աշխատանքը, կամ ինչ-որ մի բան, չէ՞, այդ նյութն են կորցնում։ Եվ բարեկամները կամաց-կամաց իր հանդեպ հետաքրքրությունը կորցնում են։ Այն ինչ ուզում ես կրած զբաղվի, ուզում ես գնա հոգևորով զբաղվի, ավելի լավ աշխտերից առաջ մի երևա։ Ինչի, որովհետև ոչ մի բան չունեն իրանից վերցնելու։ Եվ այդ հանգամանքը, չէ, ահռելի հնարավորություն է տալիս մարդուն իր ուսերից գցել բոլոր պարտականությունները եւ գնալ եւ զբաղվել 100%-անի իր հոգևոր աճով։ Հիմա այդպես ինքը երբ որ վարվում է, երբ որ դա այն ազնվորությունն է, որը արդեն իմինը հոգևոր զարգացում է ուզում, ինքը շնորհակալ է մնում Աստծուց այդ քայքայման process-ների համար։ Որտեղ ինքը դա է տեսնում, որ ինքը ինչ որ բարեկեցություն կորցրեց, չէ, բայց դրա դիմաց ինքը ազատություն ստացավ զբաղվել հոգևոր կյանքով լիարժեք։ Հա, եւ տեսեք ուրեմն սկսեց այսպես։ Այս սկզբնական շրջանում, երբ որ կենթանիակը ինքը խիստ նյութապես մոտիվացված է գալիս հոգևոր կյանք, Գերագույն Աստծո ազնվորությունը պահպանում է ինչ որ ունես եւ ավելացնում է այն ինչ որ քեզ պետք է։ Դրա հաշվին ինքը վստահություն է ձեռք բերում։ Երբ որ դու հասունանում ես որպես հոգևոր ազնվորություն, չէ՞, Գերագույն Աստծո ազնվորությունը, եթե դա քո համար անբարենպաստ է, օրինակ կան դեպքեր, այստեղ դա էլ ասեմ, էլի, կան դեպքեր, որ բոլորովին անհրաժեշտություն չի լինում։ Օրինակ մարդիկ կան, չէ, որոնք իրենք միայնակ են։ Ֆիլմերում կարող եք այդպիսի կերպարների շատ հանդիպել, չէ, որտեղ նկարագրվում են շատ հարուստ մարդիկ, որ ինքը իր անցյալ կյանքից եկած շատ մեծ հարստության տեր է, կալվածքներ ունի, չգիտեմ, բարեկեցություն ունի, մատը մատին չի խփում, իր համար ամբողջ օրը նստած է, ինքն իրան փողը գալիս է։ Իրան մնում է միայն հաշվետվություններին հետևել, հա։ Եվ այդպիսի մարդը ինքը կարող է, ասենք, զբաղվել հոգևոր կյանքով։ Տեսեք, եթե ինքը միայնակ է, չէ՞, կամ ասենք, ինչպիսի քանակությամբ բարեկամություն ուզում է ունենա։ Հա, բոլորն էլ կարող են օգտվել, իր հարստությունը հերիքում է, եւ բոլորը իրեն հանգիստ են թողնում, որտեղ ստանում են իրանց ուզածը, եւ հա, ինքը կարող է իր համար, ինքը կարող է սա քո ամսական փողը, սա քո, ինձ հետ ընդհանրապես չխոսակ։ Կոպտացնում եմ, էլի, այսպիսի իրականություններ կարող է լինել, բայց սովորաբար, եթե միջին բան է, հա, եւ այդ կախվածությունը, Գերագույն Աստծո ազնվորությունը կտրում է, մարդը մնում է մենակ, լուրջ հոգևոր կյանքով է զբաղվում եւ բնականաբար լուրջ արդյունքներ է ունենում, երբ որ ինքը այդ լուրջ արդյունքները ունենում է, Գերագույն Աստծո ազնվորությունը սովորաբար մեր դարաշրջանում հատկապես սովորաբար այդպիսի մարդուն խնդրանքով է դիմում։ Ինչու՞, որովհետև Աստվածամերժության դարաշրջանում հոգևոր դաշտ եկողները իրանք բոլորը ընկած հոգիներ են։ Եվ այդտեղ հազվագյուտ են լինում այնպիսի հոգիներ, որոնք իրանք եկան, այդ հոգևոր կյանքի մեջ կանգնեցին, ես չգիտեմ, ինչ-որ մի հատ լուրջ զբաղվեցին հոգևոր կյանքով եւ շատ մեծ առաջընթաց ունեցան։ Այդպիսի մարդիկ իրենք շատ հազվագյուտ են։ Աստվածամերժության դարաշրջանում փորձը ցույց է տալիս, որ մնացած բոլորը կրյայի, հələ կրյայիցը կրյան իր համար Ֆերարի է։ Այդքան դանդաղ են ընթանում հոգևոր կյանքում, չէ՞։ Այսինքն շատ հազվագյուտ են ազնվորություններ, որոնք իրենք լուրջ հոգևոր ձեռքբերումներ ունեն։ Ոչ թե լոլո բան, անգիր տեքստեր բան, այլ իրական, իր մեջ լուրջ հոգևոր պլատֆորմա են ձեռք բերում, չէ՞։
որոնց գերագույն աստծո անձնավորությունը ինչ որ խնդրանքով կարող է դիմել, ինչ որ ֆունկցիա դնել իր վրա, չէ՞։ Այո, տեսեք, սենց եկավ, չէ՞։ Սկզբում աջակցեց, բա ֆորմուլե ինչ ունես պահպանում եմ, ինչ չի երիքում ավելացնում եմ, հետո ամեն ինչը խլում եմ, որ կարողանաս լուրջ զբաղվես, լուրջ զբաղվեցիր, պահպանում եմ ինչ որ ձեռք ես բերել, հոգևորը, եւ ավելացնում եմ այն, ինչ որ քեզ չի հերիքում, որպեսզի դու կատարես այն ծառայությունը, որը ես քեզանից խնդրել եմ։ Հասկանում եք, այսպեսին է ընդհանուր բանաձևը։ Եվ մենք տեսանք, որ երկու պնդումներ իրանք բան են, ապրող են, հա, բայց նախատեսված են տարբեր մակարդակ ունեցող հոգևոր մարդկանց համար։ Հասկանում եք։ Եվ ուրեմն այս այլ այն օրինաչափությունն է, որը իմանալը շատ կարևոր է։ Հա, եւ կենդանիակը ինքը երբ որ մենք Տեր Բրահմայի մասին էինք խոսում, չէ՞ որ երբ որ ինքը բան արեց, անկեղծ ծառայում էր գերագույն աստծո անձնավորությանը, ինքը այդ սիրով լցված տրամադրություններով, այսինքն պատրաստ ծառայելու, այս է։ Եվ այդ որ ինքը տալիս է այն, ինչ որ չի հերիքում, եւ ինքը Բրահմային էլ կտա այն, ինչ որ չէր հերիքում Բրահմային։ Իսկ Բրահմային ինչը չէր հերիքում։ Ինքը ուզում էր, ինքը հասկանում էր, որ ինքը երկրորդական արարիչն է, հա, եւ ուզում էր հասկանալ, թե ինքը ինչպես պիտի դա իրականացնի, որպեսզի դա արտացոլի գերագույն աստծո անձնավորության մտադրությունները, այլ ոչ թե ինչ որ ինքը իր կամայական կապրիզներով այստեղ սկսի ինչ-որ բաներ հորինել։ Ինքը ներդաշնակություն էր ուզում աստծո հետ։ Եվ որովհետև ինքը անկեղծ էր այդ ամեն ինչի մեջ, գերագույն աստծո անձնավորությունը եկավ, ինքը իրան ասեց մի քանի տեքստ, եւ որովհետև Բրահման ինքը բանականության մարմնավորումն է, ինքը այդ մի քանի տեքստով հասկացավ այն ամեն ինչը, ինչ որ իրան պետք էր, որպեսզի ինքը ճիշտ իրականացնի երկրորդական ուրեմն արարչագործությունը։ Ինչքան տեսնում ենք, արիացիները իրենք այսպես շատ ճոխ եւ գեղեցիկ են ներկայացնում այդ գործընթացները եւ ցույց է տրվում, թե այդ երբ որ արդեն Բրահմայի մասին է խոսքը գնում է նրա մասին, որ գերագույն աստծո անձնավորությունը ինքը համագործակցում է կենդանի էակի հետ, օգնելով նրան միշտ ձեռք բերել այն մարմինը, որ իր համար ամենաճիշտն է այս պահին, հաշվի առնելով նրա վաստակը եւ ցանկությունները։ Եվ այսօր այսքանը, սիրելիներս, մինչև